Ոստիկանության բարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող հիմնադիր խորհրդարանի մամլոխոսնակ Վարուժան Ավետիսյանը գալայի հետ զրույցում նշեց, թե տեղեկություն ունեն, որ ոստիկանությունը պատրաստվում է գրոհի հարձակման։ Վաղ առավոտից անջատվել են Սասնա Ծռեր խմբի անդամների մոտ գտնվող բոլոր կապի միջոցները եւ այս պահին դրսի հետ կապը գրեթե անհնարին է դարձել։ Վարուժան Ավետիսյանը փոխանցեց նաեւ, որ տեխնիկայի շարժ է նկատվում, ինչը ավելի հավանական է դարձնում այն ենթադրությունները, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում։ Կապի փնջացում ենք, որ գրոհ են, ինչ է կրել։ Նոր տեխնիկա են վերել։ Ուրիշ կապով խոսում ենք իրենց հետ, իրենց խոսելու պատասխաններից խուսափողականությունից բարձր է դառնում, որ հարձակման բան կա, մեծ հավանականություն։ Հիմնադիր խորհրդարանի Գյումրու կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանը տեղեկացրեց, որ գիշերը հանգիստ է անցել, հարձակման փորձեր չեն եղել, փոխարենը ներկայումս է լարված վիճակը։ Բարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող անձինք պատրաստվում են դիմակայության։